Կարծես երեկ էր, երբ տարերային աղետը 88-ի ամենակուլ երկրաշարժը ավերեց Գյումրին։ Շուրջ 17 տարի է անցել այդ դժոխային օրից, մի ամբողջ հավերժություն, մի ամբողջ կյանք, բայց միաժամանակ այնքան կարճ եւ այնքան անմոռանալի։ Անմոռանալի այնքանով, քանզի հարազատների եւ մտերիմների կորուստը անդառնալի է եւ մնում է յուրաքանչյուրիս հոգում մշտապես։ Սակայն կյանքն ընթանում է առաջ, եւ Գյումրին այսօր վեր է հառնում ավերակներից։ Աշխարհասփյուր հայության եւ համայն մարդկության բարի կամքի շնորհիվ Գյումրին այսօր ուժերի տիտանական լարումով փորձում է դառնալ այն, ինչ եղել է նախկինում, որտեղ այնքան շատ երկ կար, հումոր եւ ուրախություն։ Աշխատանքները այս ուղղությամբ իրոք որ արվել են, դա նկատելի է առաջին հայացքից։ Նախկին ավերակներից այսօր միայն հատուկենտներն են մնացել, կառուցվել են բնակելի շենքեր եւ առանձին թաղամասեր։ Վերանորոգվել եւ նոր տեսք են ստացել մշակութային օջախներ, թանգարաններ, պատկերասրահներ, որ մեկը թվեց, դրանք շատ են, նկատելի եւ անուրանալի։ Տարին տարու վրա փոխվում է քաղաքը, եւ սոցիալական վիճակը, եւ մարդկանց կենցաղային եւ ապրելակերպը եւ տրամադրությունը, հոգեբանությունը իրոք փոխվում է դեպի լավը։ Բայց եթե ասեմ, որ մենք անելու բան չունենք քաղաքի հետ կապված, կամ ասենք ինչ որ հարցերը ամբողջությամբ լուծված է, այդ արդեն ճիշտ չի լինի։ Որ տարբերվում ենք իրոք շատ քաղաքներից երկրաշարժից հետո, այդ նորից փաստ է, բայց տեղաշարժ ակնհայտ է։ Վերջի 6 տարիների ընթացքում բաժանվել է 8500 բնակարան։ 6 տարիների ընթացքում 8500 բնակարան, որը մի հսկայական թիվ է։ Համեմատում ես Խորհրդային Միության ժամանակահատվածի այն 2 տարիները Գորբաչովյան, դրանից հետո իրոք արվել է այն, ինչ որ չի արվել ոչ մի ղեկավարության, ասենք, կողմից։ Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ, իրոք գլխավորությամբ կատարվել է հսկայածավալ մի աշխատանք դեպի Գյումրի քաղաքը եւ բաժանվել է 8500 բնակարան։ Հրաշք մի բան է։ Պատկերացրեք բնակարան, որ մարդիկ 17 տարի սպասում են։ Մշակույթի առումով վերանորոգվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը քաղաքապետարանի միջոցներով։ Վերանորոգվել է Ավետիքի Սահակյանի տուն-թանգարանը։ Մեհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, այդ փողոցը կոչվում է Վարպետաց փողոց, որտեղ 3 մեծերն են, մի քիչ ներքև Արմեն Տիգրանյանն է։ Վերանորոգվել է Ասլամազյանների տուն-թանգարանը։ Վերանորոգվել է Մերկուրովի տուն-թանգարանը, Պետական դրամատիկական թատրոնի Վարդան Աջեմյանի դրամատիկական թատրոնը ամբողջությամբ։ Սպորտային ոլորտում ասեմ, որ վերանորոգվել է քաղաքի քաղաքապետարանի կողմից, մասնակի վերանորոգվել է ամբողջ քաղաքի մարզաբազաները։ Նորն է կառուցվել է Երևանյան խճուղում Սամբոջյուդոյի մեծ մարզադահլիճի պես այդպեսի մի բան։ Մի խոսքով մոտավորապես տասնյակ սպորտային, ասենք, նոր շենքեր, նոր կառույցներ։ Բնականաբար երկրաշարժան այդ ժամանակաշրջանից հետո արդեն բավականին առաջադիմել է, ծաղկել է դեպի լավը։ Ողջույն ժողովրդին։ Եթե խոսքը միասին Գյումրու մասին է, քաղաքը լավացել է, սիրունցել է, մաքրվել է։ Գյումրին շատ լավն է, գեղեցկացել է, որոշ չափով մարդը հանգիստ կրամ մանկա։ Քաղաքի ասֆալտապատումը, որ համեմատում ես նախկին տարիների հետ, չես կարող համեմատել։
իրոք չի կարելի համեմատել։ Չեմ ասում, որ խնդիրը լուծված է, բայց անհամեմատելի է դարձել քաղաքը, իրոք փոխվել է քաղաքը։ Ես ոչ թե որպես քաղաքապետ հիմա այս խոսքերն ասում եմ, որ ինչ որ կատարած է միայն, չէ, իրոք փոխվել է։ Կենտրոնական փողոցների մասին խնդիր չունենք, որը ամբողջությամբ վերջացված է։ Անցել ենք երկրորդական փողոցներին։ Առաջվա այն փոշին, որ մեքենաներն անցնում էին, մարդիկ կուրանում էին, ամենաշատ փոշին Գյումրիում էր, որովհետև երկրաշարժից հետո պատկերացրեք ամբողջ բնակմակերեսի 90%-ը շարքից դուրս էր եկել եւ փոշու մեջ խեղդած էր քաղաքը։ Այսօր ամենանորմալ քաղաքներից մեկն է համարվում Հայաստանի Հանրապետության։ Պուրակներ, միայն քաղաքից հանվել է 14-ից 15 հազար տնագներ, պատկերացրեք այս 6 տարիների ընթացքում, դա մի հսկայական թիվ է։ Այսօր հավատում եք կա ընտանիք, որ բնակարան ես տալիս, ուղղակի տնագին սովորել է, դժվարությամբ էլ տեղափոխում ես, դժվարությամբ հանում ես այդ տնակը, քանդում ես, մի խոսքով տարածքը մաքրում ես, բարեկարգում ես, մի խոսքով շատ կարևոր, շատ լուրջ աշխատանքներ է արվել։ Փոքր եւ միջին բիզնեսի վերաբերյալ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ամենալավագույն ցուցանիշը համեմատած բնակչության թվի դա Գյումրի քաղաքն է, որ USAID հարցումներով իրոք փոքր եւ միջին բիզնեսով 6 տարիների ընթացքում ստեղծվել է 3000-ից ավելի աշխատատեղ։ 3000-ից ավելի 6 տարիների ընթացքում 10 միլիարդ դրամի միայն մասնավորը շինարարություն անում եւ այս պահին է անում շինարարություն։ Ամեն ամիս, որ մեկը դուրս է գալիս Գյումրիից ներս է վերադառնում, տեսնում է, որ ինչ-որ մի բան կառուցվել է։ Դա տեղական ինքնակառավարման շնորհիվ կարևորը Հայաստանի Հանրապետության համար առաջի քաղաքն է, որ կարողացանք Հայաստանի Հանրապետության նախագահին դիմելով վերջնական հաստատել քաղաքի հատակագիծը, որը շատ եմ կարևորում բիզնեսի զարգացման առումով, ինչի համար։ Երբ որ հողատկացում էր անում քաղաքապետը, գնում էր մարզպետարան, դրանից հետո քաղաքաշինության նախարարություն, հետո նախագծային ինստիտուտ հետ էր վերադառնում, պատկերացնում եք մարդու օջախը քանդվում էր դրանով։ Եվ այսօր քաղաքապետը կարող է արագ կարգով հողատկացում անել եւ մարդիկ առանց քաշքշուկի, առանց ինչ որ թղթավարության մարդիկ կարող են իրենց գործունեությունը ծավալել եւ ասեցի 10 միլիարդ դրամի հսկայական դա թիվ է մասնավորի կողմից մեր քաղաքի կապակցությամբ։ Լուսակետերի վերաբերյալ ասեմ, որ ստանձնել եմ 200 լուսակետ ենք ունեցել, որ դարձել եմ քաղաքապետ, որից վարվում էր ընդամենը 50-ը, հիմա դարձել է 2300 լուսակետ, այսինքն ոչ միայն կենտրոնականների մասին է խոսքը, ընդհանուր առմամբ քաղաքի աշխատավարձերի 300% միակ քաղաքներից մեկն է, որ 300% սպորտի, կրթության, մշակույթի աշխատավարձը բարձրացրել ենք 300%-ով, 100 միլիոնանոց սեփական եկամուտները դարձրել ենք 835 միլիոն, հիմա 1 միլիարդ 600 միլիոն։ Ամեն տարի 200 միլիոնով աճ ենք ցույց տալիս, ինչի հաշվին, որ իրոք զարգանում է քաղաքը, այ դրա հաշվին։ Հովնանյանների հետ Վահագն Հովնանյանի հետ կառուցվեց մի մեծ գործարան, որը քարի մշակման գործարան է, որը իրոք արդեն շատ նորմալ հիմքերի վրա է դրված եւ շատ լավ աշխատատեղեր է։ Հիմա այս պահին աշխատում են 300 բանվորներ եւ դա ընդլայնվելու է, նորն է կառուցվելու, փայտի վերամշակման գործարան է դրվելու։ Ապահովված ենք աշխատանքով, աշխատում ենք 3 հերթափոխով գործարանը, ուրախ ենք քաղաքում միակ գործարանն է երևի այս չափերով, որ պարունակում է այսքան աշխատատեղ, աշխատողների կադրերը հիմնականում ընդրված է երիտասարդ կադրերով, դե երևի հիմա երիտասարդների ամենահուզող հարցը գործազրկությունն է, որն էլ որոշ չափով արդեն ապահովված է, շնորհակալություն ենք հայտնում բոլոր ղեկավարությունից։ Այսօր Հայաստանի պայմաններում նման գործարան ունենալ երկիր, որը ունի քարը ինքը իրենից արժեք չի ներկայացնում, քարը պետք է կարողանան վաճառել։ Ստեղծվել է հնարավորություն, երևի առաջիններից մեկն է, որը կարողանում է նորմալ արտադրանք տալ միջազգային ստանդարտներին համապատասխան եւ արտահանել եւ Եվրոպա եւ Ամերիկա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հովնանյանին, որ հաշվի առնելով, գիտեք, մենք Արարատից քար ենք ներմուծում Լեննական քաղաք, բայց իրեն ուզելով
կառուցվեց գործարանը Լեննական քաղաքում հաշվի առնելով որպես երկրաշարժի գոտի, ինչու՞ չէ չմոռանանք երկրաշարժի մասին, աշխատատեղեր ստեղծելու քաղաքապետի օգնությամբ հատկացվեց տարածք ու մինչև այսօր էլ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օգնությամբ ցանկացած պահին, ցանկացած հարցով դիմում ենք, օգնում են իրենք մեզ եւ ստեղծվեց այս աշխատատեղերը մոտ 130 մարդ, 130 ընտանիք, որոնք կարողանում են այսօր ապահովել իրենց ընտանեկան մինիմումը։ Գյումրեցու թիվ 1 խնդիրն այսօր պարզ է, բնական եւ ճշմարտացի։ Գյումրեցին աշխատատեղի խնդիր ունի, օրվա հացով սեփական ընտանիքն ապահովելու ցանկություն ունի։ Այս կապակցությամբ իհարկե աշխատանքներ արվել են։ Գյումրիում այսօր բացվել են մանր ու միջին բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք իրենց որակյալ արտադրատեսակներով հաջողությամբ ներկայանում են ոչ միայն մայր հայրենիքում, այլ նաև արտերկրի խստապահանջ շուկաներում։ Մենք ֆորումին մասնակցում ենք տրիկոտաժի արտադրանքով, հիմնականում մեր արտադրանքը սպառվում է արտասահմանում, 100% առաքվում է ամերիկյան, եվրոպական շուկաներին, հիմնական սպառողը մեր Կանադայից սփյուռքահայ Հակոբ Ամիրյանն է, If Martin ֆիրմայի տնօրենը, մոտավորապես 3-4 տարի անընդհատ մեր արտադրությունը չի խաթարվել, չի կանգնել, անընդմեջ աշխատում ենք։ Ունենք մոտ 150 բանվորներ, նորմալ է, ամեն ինչ լավ է։ Ստրոմաշինա գործարանն է հիմա աշխատում, բայց որ աշխատատեղերի մենք խնդրեմ ունենք, այդ փաստ է, իրոք շատ լուրջ խնդիրներ կա աշխատատեղերի հետ կապված։ Հիմա որովհետև դե քաղաքը պատկերացրեք նախքան երկրաշարժը ունեցել է 75000 աշխատատեղ, 75000 աշխատատեղ, իսկ հիմա որ համեմատում եմ այդ թիվը, մի անհասկանալի թիվ է։ Դրա համար այստեղ ոչ միայն սա քաղաքապետի խնդիրն է, այլ պետք է սա վերջը, սա պետք է պետական, սրան պետական մոտեցում է պետք, կոնկրետ Շիրակի դաշտավայր, Գյումրի քաղաք, ինչի հիման վրա է զարգանալու, թե դեպարտնաբերության, թե հաստոցաշինական, թե ինչ, ոնց է արվելու, դա պետք է հատուկ ծրագրավորված լինի, ճիշտ է, քաղաքապետը անպայման իր խոսքը ունի ասելու, բայց սա ինստիտուտների, ես չգիտեմ հազարումիցևի խնդիրներ կա, որը արդեն հասկանալի է մեզ, բայց որ այսօր դաշտը տեսանելի է, քաշքշուկներ չկա, մարդիկ կարող են իրենց բիզնեսը տնել, մարդիկ կարող են օրինակ այսօր ես երբ որ առիթ ունենք, որ այս մեր այսօրվա հաղորդումը հեռարձակվելու է Կալիֆոռնիայում եւ շատ գյումրեցիներ են տեսնելու, ես օրինակ կոչ կանեի, որ իրենց հանգիստը անցկացնեն իրենց հողի վրա, իրենց հայրենիքում, իրենց հարազատ հայրաքաղաքում, դա էլ ինչ որ մի հայրենասիրություն է, ոչ թե ինչ որ, այլ իրոք հայրենասիրություն է։ Հрьяաները ամբողջությամբ իրենց հանգիստ անցկացնում են իրենց երկրում, որբիսի իրենց երկիր, իրենց քաղաքները զարգանա։ Պատկերացրեք, եթե մենք ունենանք տարին մի քանի հազար տուրիստներ, որոնք Գյումրի կգան, այսօր մի քիչ է ծրագիր կա, որ ասեն գալիս են Երևան, Գառնիկ, Եղարդ, Սևան ու Էջմիածին, այս կողմը չեն գալիս, որը անհասկանալի է մի քիչ, մենք չնայած դրա վրա աշխատում ենք։ Հիմա Փառք Աստծո վերանորոգվելու է Գյումրիից մինչև Արմավիր տանող հատվածը, որտեղ Անին մենք կարող ենք տեսնել։ Այդ պայմանները ես մեր մայրաքաղաք Անիի հարցը կարգավորել եմ մեր համապատասխան կառույցների հետ, որ ովքեր որ կան Գյումրի կարողանան գնալ եւ Անին տեսնել։ Մենք այստեղ ունենք շատ
հետաքրքիր բաներ, որ կարող ենք ցույց տալ Վահրամ Պահլավունու գերեզմանը, կարող ենք ցույց տալ Վարամաբերդը, մեր Հարիջիվանկը, Շիրակը մի խոսքով ունի ցույց տալու, Գյումրին ունի այո զբոսաշրջությունը, որը շատ եմ կարևորում, որովհետև եվրոպական երկրների իրենց բյուջեի մոտավորապես 70%-ը դա туриզմի միջոցով է։ Ճիշտ է, այսօր ասենք ճապոնացին մեկ այլ տեղ կնախընտրեր տեսնելու, բայց հայը գյումրեցին գալ իրենց հայրաքաղաքը, դե վերջը Գյումրին հայրաքաղաքն է, չէ՞, մայրաքաղաքից հետո գալ այստեղ տեսնել, հետաքրքրվել, դա եւս մեկ հայրենասիրություն է, կարող է կապիտալներ չտնե, բայց ասենք գալ գնալ տեսնել, 10 տարիներով մարդիկ կա, որ իրենց քաղաքը չեն եկե։ Օրինակ ես իրոք մի քիչ բան եմ անում, հնարավորություն ունեն, ասենք լավ Մայամի գնալ, բայց վերջը իրենց ծննդավայրը չկան տեսնել, մենք էլ որ դուրս գանք բոլորս գնանք, բայց հողը ով պիտի պայի։ Ես առաջի հայրենասիրություններից մեկը տեսնում եմ, որ իրենք թեկուս կան, տեսնեն իրենց քաղաքը, իրենց ասենք ինչ որ 10 օրվա գումար պետք է ծախսեն այս քաղաքի մեջ։ Այդ դա էլ է հայրենասիրություն, այ կոչ կանեի, որ դրանից սկսեի։ Հետ երկրաշարժյան այս տարիները, հատկապես ներկայիս մեր քաղաքապետի օրով, շատ մեծ ծաղկունք ապրեց մեր Գյումրին, տեսնում ենք կառուցվող շենքերը, վերանորոգվող բնակարանները, բավականին աշխատատեղեր, ես ինքս նախակրթարանի տնօրեն եմ, թիվ 23 նախակրթարանի տնօրենն եմ եւ ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել քաղաքապետին օգտվելով առիթից, որ 3 անգամ մեր աշխատավարձը բարձրացրել է ինքը, նախկինում շատ քիչ էր, հիմա բավականին մեծ աշխատավարձ ենք ստանում։ Հնարավորին չափ եւ ավելին անում է քաղաքի, մանուկների համար, ժողովրդի համար։ Ես շատ գոհ եմ, չգիտեմ, ծաղկունքը տեսնում եմ, տնագները վերացել են, քաղաքը ոնց որ նոր շունչ է ստացել, հույսով եմ, որ նորից ինքը ընտրվելու դեպքում էլ ավելին կանի, կշարունակի աշխատանքը, ավելի շատ բաներ կանի, քանի որ իր ծրագրին ծանոթ եմ նախընտրական բավականին, չեմ կասկածում իր ջանքերին եւ հնարավորություններին եւ գիտեմ, որ ինքը ժողովրդի նվիրյալն է, կանի ամեն ինչ կան նույնիսկ ուժերից վեր է իր։ Քարոզ Արշավի ժամանակ իմ ծրագրերի մեջ միշտ ֆիքսել եմ ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որ ամբողջ աշխարհում երբ որ միտեղ աղետ է տեղի ունենում, տվյալ երկիրը այդ հատվածի, այդ տարածքի հարկերը կրճատել է կամ ազատ տնտեսական գոտի մի ժամանակահատված արել է մինչև իրենք կայանան։ Այո, դա շատ կարևոր է, միանշանակ պետք է անել, միանշանակ։ Ինչ մնում է, որ իրոք ասենք հողի վարձակալության գումարները, կադաստրային արժեքները աճել է կրկնակի, երրագի, քառակի անգամ, տասնակի անգամ այդ փաստ է։ Ես առաջ կոչ եի անում եկեք հողատարածք, եթե պետք է, ես հատկացնեմ, միայն մի բան կառուցեք, Փառք Աստծո, այսօր ամեն մի հողակտորին 10-ից ավելի, ասենք, մարդիկ են ցանկություն հայտնում, որ այդ հողակտորը վերցնեն եւ իրենց համար ինչ որ մի բան կառուցեն։ Եվ Աստծո ողորմածությամբ այսօր ամբողջ քաղաքը հեղեղված է շինարարությամբ, որը ես գտնում եմ համար առաջի աշխատանքներից, գործերից, հաջողություններից մեկը։ Ես ընդհանուր առմամբ բիզնեսով եմ զբաղվել եւ սիրում եմ այդ կյանքը եւ այսօր էլ դրա մեջ եմ, էլի հարկ բան եմ անում։ Առաջ մինչեւ 96 թվականը, երբ որ մի գործ էիր դնում, դու շահույթ չէիր ստանում։ Մի բան էլ տուժվում էիր, իսկ հիմա փոփոխությունը հսկայական է, որովհետեւ եւ երևում է, իրոք երևում է։ Ինչ մնում է տեղացիների հետ կապված, ինչ մնում է հանրապետության բնակիչների հետ կապված կամ դրսի ներդրողների հետ կապված, մեծամասնությամբ հանրապետության մեկ գյումրեցիներն են, հետո Երևանից, հետո դրսից։ Համադազուտ տարի առաջ շատ լավ ենք արդեն, Գյումրիում աշխատանք որոշ չափով կա, Գյումրին ձևավորվում է, ձևափոխվել է շատ, մի տարի առաջ չեղածներ արդեն կտեսնեն լրիվ նոր Գյումրի, ամեն օր շինարարություն է գնում,
այսօր կահույք գնում են մեր մարզի բնակիչները։ Շինարարությունը մեծ թափով առաջ գնաց, Լինսի հիմնադրամով է սարքված շենքերը, փողոցները կարգավորվեցին, ինչ որ կսեն որոշ չափով, ոչ լրիվ։ Դերես տնակները կան, դուք արդեն տեսաք խանութի դիմացի տնակը, դեր տնակների բնակիչներ կան, բայց համեմատել 5 տարի առաջվա հետ չի կարելի, որովհետև շատ մեծ է տարբերությունը։ Դուք ասացիք, որ ձեր քույրը նաև ապրում է Գլենդեյլում։ Արդեն 10 տարի, քույրս Փեսաս, իմ փոքրիկ արդեն մեծ տարիքով երեխաներս, այսինքն քերոջս աղջիկները, ես շատ կարոտել եմ իրենց, մեծ հաճույքով կուզենայի, որ իրենք վերադառնան այստեղ բնակվելու։ Ոչ մեկը մեղավոր չի, որ ասենք մեկը գտնվում է Կանադայում, մեկը գտնվում է չգիտեմ որտեղ, Աստված կամեցել է, որ մենք ամեն մեկս միտեղ լինենք, բայց մեկը հայրենիքում, Հայաստանում, բայց մենք մի բան գիտենք, մեր պապերի ջարանգած, մենք ունենք պատկամ մեր պապերի ջարանգած, որ ամեն մի էսթիս հողը ձեռք է բերված մեր այրան գնով, մեր քրդինկով, մենք պետք է պահենք ու պահպանենք, մեկը Սփյուռքից, մեկը Հայաստանի մեջ, մեկը չգիտեմ որտեղ, որ պետք է ամեն մեկս պարտականություն ունենանք մեր հողի նկատմամբ, մեր երկրի նկատմամբ, այդ փաստ է։ Եթե մենք խոսում ենք հայոց լեզուն, եթե մեր երակների միջից հոսում է հայկյան այրունը, մենք թորգոմա զավակներն ենք, մենք նոյան հապետնագի զավակներն ենք եւ այս փոքրիկ բնորանը Աստված մեզ տվել է ամեն մեկս որևիցե մետեղ լինելով պետք է պահենք ու պահպանենք մեր փոքրիկ Հայաստանը։ Ընդհանուր մեր համակարգի մեջ առաջ խաղացում կա, ընդհանուր ոչ միայն մեր հիվանդանոցի հետ կապված, ընդհանուր քաղաքում այդ տենդենսը կա, որովհետև ժողովուրդը զարգանում է, տեխնիկան զարգանում է, կամաց չի կարելի ասել, որ ասենք այն ժամանակվա պես է, բայց զարգացում կա իհարկե, որը շատ անհամեմատ քիչ է։ Տեմպերը քիչ են։ Իսկ ինչ կապված է քաղաքապետի հետ, որը այսօր непосредственно աջակցում է ցուցաբերում մեր հիվանդանոցին եւ ընդհանուր քաղաքի առողջապահությանը, դա տեսանելի է, որովհետեւ ասեմ ձեզի, վերջի 15 տարվա ընթացքում մեր քաղաքում չկար կոմպյուտերնի տոմոգրաֆիա, որի նախաձեռնությունը եւ նախընտրական փուլում քաղաքապետի նախընտրական փուլում այդ թեզիսը կար, որ անպայման մեր քաղաքում պետք է լինի կոմպյուտերնի տոմոգրաֆիա, որը հանդիսանում է այսօր ամենալուրջ ապարատներից մեկը, որը կատարում է լուրջ ստուգումներ, այդ շերտավոր նկար կոչված է։ Հիմա այս մեր հիվանդանոցի տարածքում այդ կոմպյուտերնի տոմոգրաֆիան աշխատում է ու հիմնական դրա առավելությունը նրանում է համեմատած Երևանի ապարատների հետ, որ սա աշխատում է այսօր անվճար, մոտարապես 70%-ով, անաբով խավի համար անվճար է, ու մի մասը վճարով է, այսպես ասեմ։ Իսկ ինչ մնում է կոնկրետ մեր հիվանդանոցի հետ կապված, քաղաքապետի օգնությունը միշտ տեսանելի է, բոլորն է գիտեն, բուկվալն այս վերջերս մեզի նվիրատվություն արեց Ռեանիմոբիլ կոչված մեքենան Արտասամանյան, որը հիմա ճանապարհին է շուտով կլինի Գյումրիում, բացի դրանից մեծ օգնություն է ցուցաբերում շինարարական եւ ֆինանսական խնդիրներում, շինարարական, քանի որ սա այս շենքը հին շենք է, որը կարիք ուներ մեծ վերանորոգումների, ինչքան որ մենք ենք անում, նո մի քիչ պակասել իրանք օգնում են էլի։ Ես ասեմ գյուղատնտեսական կյանքի հետ կապված, որովհետև ես 7-ից 10 տարիներ զբաղվել եմ ֆերմերությամբ, նախքան իմ քաղաքապետ լինելը, եւ հավատացեք, որ եղել եմ Շիրակի դաշտավայրի ամենամեծ ֆերմերներից մեկը, առաջի ֆերմերներից մեկը, եւ այն ժամանակ իրոք խնդրեմ կար կատի իրացման, բաների իրացման հետ կապված, որը իրոք խնդրեմային էր յուրաքանչյուր ֆերմերի համար, եւ եթե ֆերմերը խնդրեմ ուներ, ուրեմն պատկերացրեք գյուղացին ինչքան կարող է խնդրեմ ունենալ, եւ այսօր այդ խնդրեմը չկա։ Այ ի շնորհիվ իգիտ գործարանի, իգիտ ընկերության, որոնց ճանաչում եմ, պատկերացրեք, որոնք ոչ մի, ասենք, այն սեփական աշնորհման ժամանակահատվածում իրենք ոչ թե ինչ որ 10 կոպեկներով բան են սեփականաշնորհել, այլ իրենց ներդրմամբ քրտնաճան աշխատանքով մեկը դարձրել են 2, երկուսը 10, 10-ը 100 եւ այսօր հանրապետության ամենալավագույն
ամենալավագույն կառույցներից մեկն են դարձրել, որը իրոք գովել է եւ ամբողջ Շիրակի դաշտավայրը եւ բացի Շիրակի դաշտավայրից այսօր նրանք մրցում են եւ աշտարակ կատի հետ եւ մնացած բոլոր այդպիսի գործարանների հետ եւ իրոք մեծ հաջողություն է, այսինքն գյուղացին տունը նստած իր կատը իր դիմացից գալիս, գումարը տալիս են, վերցնում են, պանիր է սարքում, պանիրը գումարը տալիս, վերցնում են։ Մի խոսքով, այսինքն այդ գյուղատնտեսական պահով ես կասեի, որ այսօր մի քիչ նորմալացել է։ Հետո այստեղ խնդիր է դրվում ճակնդեղի շաքարի գործարանի հետ կա, շաքարանի գործարան ստեղծելու Շիրակի դաշտավայրում Գյումրի քաղաքում, որը շատ եմ կարևորում, որովհետև եթե ասենք 1 հեկտարից որոշակի գումար է ստանում գյուղացին, եթե ինքը ցանում է ճակնդեղը, ավելի կրկնակի երագի անգամ ավելի շատ գումար է ստանում, քան թե որևիցե մեկ այլ, ասենք, բույսերից։ Դրա համար դա էլ է ընթացքի մեջ է, ես հույսով եմ, որ շաքարի գործարանը անպայման կլինի Շիրակի դաշտավայրում, ինչ որ մի քանի ծրագրեր կա, հիմա ծրագիր կա ապակու գործարանի վերանորոգը, ոչ թե վերանորոգման, այլ վերաթողարկման ապակու գործարան, ինչպես գիտեք, մշտական մի 80 տարի Գյումրին 100 տարի ունեցել է եւ այսօր հսկայական մենք մեծ գործարան ունենք երկրաշարժից հետո վերանորոգված, ուղղակի մի քիչ ներդրման խնդիր կա, հիմա այդ հարցերն էլ է դրված, ես հույսով եմ, որ այս հաջորդ տարի անպայման ապակու գործարանն էլ կաշխատի, մոտավորապես դա արդեն 1000 աշխատատեղի մասին է խոսքը, հսկայական գործարան է եւ այսպես շարունակական։ Եկեղեցաշինության հետ կապված ուրեմն ես մինչև իմ քաղաքապետ եղնելը վերջացրել եմ Սուրբ Նշան եկեղեցին գմպետների վերանորոգում ամբողջությամբ, հիմա ստեղծել եմ Գյումրի բարեգործական հիմնադրամ, որը այս պահին վերանորոգում ենք ամենափրկիչ եկեղեցին, մեծ աշխատանքներ են կարել, 2 տարվա ընթացքում պետք է վերջացնենք, շատ մեծ չափերով աշխատանք է տարվում 2 տարվա ընթացքում, այս տարի չհաշված 2 տարիների ընթացքում ես պարտադիր իմ ծրագրի մեջ եմ ֆիքսել, որ պետք է անպայման ամենափրկիչ եկեղեցին, որը անի կրկնօրինակն է եւ հոգուս մեջ այսպես է դրված, մինչեւ փրկիչը չկառուցվի, Գյումրին չի կառուցվի։ Գյումրին վեր է հառնել, փլատակներից աշճանաբար արդեն ազատվել է, տնագներից ազատվել է, կարելի է ասել ծաղկունք լիարժեք ու նույնիսկ շարունակում է ծաղկել։ Կամաց կեղնի, խոմեգի չի եղնի բոլորը։ Ժողովուրդը կտեսնի սա ուրախ դեմքերով ման կան։ Ես հույս ունեմ, որ կվերափոխվի եւ մարդիկ ավելի լավ կկարողանան ապրել եւ աշխատանքի տեղ կունենան։ Հույսը մեռնում է վերջում, հույսը կա, գյումրեցին հույսով ապրում է լավ ապագայի համար։ Ես նախ ամենակարևորը կմաղթեի սեր, միություն իրար մեջ, համախմբված լինեն։ Ես որ հանկարծակի իմանում եմ, որ հայերը իրար հետ համախմբված չեն, շատ վատ եմ տանում ամբողջ աշխարհով մեկ, որովհետև ես որտեղ եղել եմ, այդտեղի հայերը անպայման պետք է համախմբված լինեն, գյումրեցի էլ լինի, գյումրեցի էլ չլինի, պետք է անպայման համախմբվեն, համերաշխությամբ աշխատեն եւ տուրիզմը զարգացնեն, չմոռանան իրենց հայրենիքը, այն բանաստեղծությունը կա, չէ՞, մեր մեծ, որ ասում է ձեր ուրը աշխարհի տակ ուր էլ գնաք, բայց մայր լեզուն չմոռանաք, չէ՞, եւ մայր լեզուն չմոռանան եւ չձուլվեն, ինչքան շուշուտ կան հայրենիք, ինչքան շուշուտ կան իրենց քաղաքը, այնքան իրենք արած կլինեն այն, ինչ որ իրենց մեջ այդ կարոտը խոսում է։ Ներկայումս բուռն զարգացում է ապրում Գյումրիի օդանավակայանը, Գյումրին աշխարհին կապող այս կարևոր հանգույցը։ Աշխատանքներ են տարվում այն նոր տեխնիկական սարքավորումներով համալրելու հարցում, եւ յուրաքանչյուր օր այստեղ կանոնավոր կերպով իրականացվում են չվերթեր։ Ներկայումս շատ գյումրեցիներ են բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում։ Դե հասկանալի է, ընտանիք պահելու խնդիր կա, բայց նրանցից շատերը իրոք որ վերադառնալու են, ուր էլ լինեն, քանի որ Գյումրին մեկն է եւ անկրկնելի, թե իր հմայքով, թե իր ունեցած ավանդույթներով եւ թե իր անկրկնելի գեղեցկությամբ։